Հարգարժան նախագահող, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, իհարկե չէի անդրադառնա այս թեմային, բայց քանի որ պարոն Մամիջանյանը խոսեց ստից եւ կոչ արեց մեզ գոնե մենք ստից չխոսենք, հիմա պարոն Մամիջանյանի ուզում եմ հարց ուղղել, պարոն Մամիջանյան, եթե լսում եք ինձ, ձեր խմբակցությունում կա մի թեկնածու, քաղաքապետի առայժմ թեկնածու Մարտուն Գրիգորյան, ով 2017 թվականին իդեպ իր ստերի քանակը հասարակածը հատել է վաղուց։ 2017 թվականին հետևյալ խոսքերն է ասել, մեջբերեմ. Պարզից էլ պարզ է, որ չեմ կարող լինել մի թիմում, որտեղ կա Գյումրու նախկին քաղաքապետը, նկատի ունենալով Վարդան Ղուկասյանին։ Հասկանալի է, որ մենք չենք կարող անցնել ճանապարհ մի թիմի հետ, որի մաս կազմելով 2009-2012 թվականներին իմ պարտքն եմ համարել պայքարել Գյումրիում ամենաթողության, կեղծ բարեպաշտության, կամայականությունների, եթե իմ ձեռքի տակ չես, իմ դեմ ես կործանարար սկզբունքի, թայֆաբազարության, անկառավարելի ամբոխի, մեկ դերասանի թատրոնի եւ այլ հանդուրժելի երևույթների դեմ։ Գանք հետ մեր օրեր 2025 թվական, նույն ինքը Մարտուն Գրիգորյան, քաղաքապետի թեկնածու դիրքավորված որպես, ինչ էր ասում պարոն Գրիգորյանը։ Քաղաքապետ լինելու պարագայում առաջնահերթ քաղաքում պետք է ապահովեմ հանդարտ, հաշտ մթնոլորտ։ Պարզ հարց է առաջանում, բանալ, պարոն Գրիգորյան, եթե դուք ինձ լսում եք, այս կերպ եք հաշտ մթնոլորտ ապահովելու Գյումրի քաղաքում, ձեր ներդրումային ծրագրերը, այնտեղ ինչ որ խոստանում եք, մուշը ատրակցիոնների կենտրոն է դառնալու, Արցախի թաղամասը մարզը դպրոց է ունենալու, ո՞նց եք ապահովելու այդ ձեր մանդատները տալով Վարդան Ղուկասյանին, ինչպես եք ապահովելու այս սահուն մեկնարկը այս ծրագրերի։ Եվ ամփոփելով խոսքս, ուզում եմ ասել, որ ստերից գոնե դուք մի խոսացեք, պատիվ ունեմ խմբակցության հարգարժան պատգամավորներ, քանի որ Գյումրի քաղաքում քաղաքապետի թեկնածու քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրված Սարիկ Մինասյանը 17,000 եւ ավել քվեները, որոնք ստացավ, այդ քվեների տերն է, ծառայեցնելու է իշա գյումրեցու եւ այն բոլոր նպատակները, որոնք սևով թղթի վրա արտացոլվում են, առնվազն թեկուզ եւ դժվարությամբ փորձելու են կյանքի կոչել։ Շնորհակալ եմ։ Արտահերտ ելույթով ես հանդես կգամ։